Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Մի քանի վայրկյան սպասենք մեր ընկերներից կմիանան։ Դե ինչ, ընդհանուր առմամբ ասեմ հետևյալը, որ շատ քաղաքացիներ տեղյակ չէին, բազմաթիվ զանգեր էի ստանում տարբեր հարցերով, ստիպված էի լինում հետաձգել հարցերին պատասխանները հասկանալի պատճառներով, ովքեր չգիտեն ասեմ, մոտ 10 օր առաջ հայրս առողջական խնդիրներով պայմանավորված շատ չարչարանքներից հետո հրաժեշտ տվեց կյանքին, ինձ, մեր ընտանիքին ու գնաց Աստծու մոտ։ Այո, շատ հանգիստ եմ ես դա ասում, որովհետև յուրատեսակ ներքին անդորություն կա, մոտս խաղաղություն, շատ լավ իմանալով հորս նրա ապրած կյանքը և նրա տված դաստիարակությունը իր հարազատների, բարեկամների, ընկերների, ծանոթների ու անծանոթների հետ շփումները, դա այդպես էլ կա։ Նախ թույլ տվեք մինչև բուն թեմային անդրադառնալը շնորհակալություն հայտնել հազարավոր շատ հարգելի քաղաքացիների, ովքեր իրենց ցավակցություններն էին հայտնում, թե նամակներով, թե զանգով, թե կողքս եղան շատերը, շատ շնորհակալ։ Այո, բավականին դժվար է, ծանր է, բայց ես հասկանում եմ մյուս կողմից էլ, որ պիտի հավաքեմ ինձ հնարավորինս շուտ ու վերադառնամ բնականon կյանք, իսկ իմ բնականon կյանքը հատկապես վերջին տարիներին գիտեք, թե ինչի հետ է պայմանավորված, հայտնաբերել, գտնել, տեսնել, ուսումնասիրել այն կեղտոտ մանիպուլատիվ ու հիբրիդային մոտեցումները, որոնք որ կիրառվում են հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության դեմ, լուսաբանել, փորձել նկարագրել, բացատրել, ինչքանով որ դա ստացվում է, էլի շնորհակալ եմ Աստծուց։ Անկեղծ ասած, ես այս մի երկու օրը արդեն ուսումնասիրում էի ձեռքի հետ ինչ է կատարվում այսպես կոչված քաղաքական դաշտում, ասելիքներ շատ կան, բայց դրանք հիմնականում կթողնեմ վաղվա համար, այսօր ես ցանկանում եմ մի փոքր խոսել ինձնից ու խոսենք առհասարակ այն ամեն ինչից, այն քաղաքացիական մարդու, եթե կարելի է որոշներին մարդ կոչել, պատկերացումներից և առհասարակ ինձնից մի խոսքով։ Ես մի հատ պիտի անդրադառնամ այս օրերին, նոր կարողանամ վաղվանից սպիտակ էջից սկսել իմ հիմնական աշխատանքները, որը վստահաբար ձեզ հետաքրքիր կլինի նույնպես, որովհետև արդեն լինելու են ամբողջովին քաղաքական գնահատականներ քաղաքացու կողմից։ Ուրեմն դիպվեց բազմաթիվ ցավակցական խոսքերի, իհարկե կային որոշ նաև ներողություն, եթե մի փոքր հանկարծ զգաք դուրս եմ գալիս հայերեն լեքսիկոնից ու հանկարծ զգաք, որ չափերը կփորձեմ չանցնել բնականաբար, որովհետև չեմ կարող այդ երևույթներից խոսելուց շատ համեստ լինել, բայց կփորձեմ մաքսիմում զսպել ինձ, որովհետև մեծ հաշվով այդ տրամադրություններն էլ չունեմ։ Որոշ պոռնկացին երևույթները այնուամենայնիվ աչքի ընկան իրենց տմարդ գրառումներով ու գիտեք ինչ, ես իհարկե սպասում էի, բայց դրսևորում էին նրանք քաջություն ու ինձ նշում էին, ինչը ես չէի կարող չտեսնել, եթե որոշները կարող էի չտեսնել, նմանները չէր վրդի։ Ես չգիտեմ, երևի դիտավորյալ նշում էին հավելյալ ինձ հունից հանելու համար այս օրերին, դե եթե հունից հանել են, ուրեմն կարծում եմ նաև պատրաստ են որոշ գնահատականների, որոնք որ ես ձեզ հիմա բնականաբար ցույց կտամ։ Տեսեք մեր հասարակության մեջ ինչպիսի շերտ կա մի օրինակ, այսպիսի ներողություն, ես տեղը փոխեմ, ահա այսպիսի տիկին, Մարիամ Կիրակոսյան անուն ազգանունով, ով արել էր գրառում, ներողություն, ինձ նշելով, որ ես անպայման դա տեսնեմ։ Ու ես իհարկե այս ամենի մեջ քաղաքականությունը կա, ես հասկանում եմ, թե ինչու են իմ ստվերի հետևից ընկած, անգամ
Տեսեք 10 օր ես սքի մեջ եմ 10 օր ես միայն 3-2 բան եմ կիսել իմ էջում ես ծպտուն չեմ հանել 10 օր իմ ստվերի հետևից ընկած են ես հերթով հեսա մի քանի բան ցույց կտամ դուք սրիկաներ դուք վախենում եք իմ անունից դուք վախենում եք իմ տեսակից դուք գիտեք դա դուք վախենում եք անգամ իմ լռությունից նախ ժողովուրդ մինչև հեսա սրա այդ գրառումը ցույց տալը ասեմ ձեզ հստակ ասեմ ձեզ հետևյալը դե որ խոսել է ես արձակուրդի մեջ եմ գտնվում ոչ թե այն պատճառով որ հայրս հեռացավ կյանքից այլ դրանից մի քանի օր առաջ իմ արձակուրդը սկսվել երբ դեռ նշաններ էլ չկար որ հայրս հենց այս օրերին կհեռանա կյանքից իմ արձակուրդը սկսվել է մայիսի 8-ից եւ մինչեւ հունիսի 8-ն է լինելու պայմանավորված Հայաստանի ընտրությունների հետ ինչի համար է դա այդպես ստացվել ուրեմն հստակ ձեզ ասում եմ բոլոր հեռուստատեսությունները օրենքի համաձայն պարտավոր են ներկայացնել այն հաղորդումները որտեղ որ կարող են հյուրեր ունենալ Եվ հյուրերը պիտի լինեն բոլոր քաղաքական ուժերից, կա անվճար որոշակի ժամանակահատված օրենքով հատկացված, եւ կա վճարովի, եթե մարդիկ կարող են վճարել, մասնավոր TV-ի մասին արդեն խոսքը, եւ հյուր լինել տվյալ հաղորդմանը։ Եվ կապ չունի, որն է անդիմադիր, որն է իշխան, բացարձակ կապ չունի, բոլորը պարտավոր են հավասարաչափ ներկայացնել։ Ֆրինյուս հեռուստատեսությունը ներկայացրել է 4 պրոյեկտ, որտեղ կարող են հյուր լինել քաղաքական ուժերի առաջնորդները նախընտրական փուլում։ Դրանցից մեկը եղել է ազատ շփում հաղորդումը, մյուսը եղել է Արթուր Կիրակոսյանի հետ հարցազրույցը, մյուսը եղել է մեր շատ հարգելիները Գագիկ Մկրտչյանի հետ հարցազրույցը, մյուսը եղել է Արա Աբրահամյանի հետ լրատվականից հետո համառոտ 10-15 րոպե եթե չեմ սխալվում, մի քանի անգամ եմ դիտել ժամանակ եղել, հարց ու պատասխանները դարձել կարելի ասել հարցազրույց։ Ուրեմն միաձայն որոշում է կայացել, ընդդիմադիրները քաքել են տակները, վախեցել են ու պատկերացեք բոլոր TV-ների տնօրեններ, բաներ, քննարկումներ ա գնում երկար ժամանակ ա, նես չի ընտրությունները սկսվել են նոր այդ ընտրություններից առաջ քննարկումներ ա գնում, թե ոնց պիտի կազմակերպվի ԶԼՄ-ներում աշխատանք։ Բոլորը միաձայն ասել են այո մենք հնարավոր է կօգտվենք Արթուր Կիրակոսյանի կամ Գագիկ Մկրտչյանի կամ Արա Աբրահամյանի բանից փաթեթից բայց Գնել Սարգսյանի փաթեթից չենք օգտվի, դա բացառվում է։ Դա մեր համար կարմիր գիծ է։ Ընդ որում Գնել Սարգսյանին հարցազրույց չի, ոդքաստ է, եւ Գնել Սարգսյանը պրոֆեսիոնալ հարցազրույցավարել չի, հաղորդավար։ Վախեցել են, որովհետեւ շատ լավ գիտեն, որ հարցազրույցը վարելը այլ բան, այս ոդքասթում Գնելի հետ խոսալը դա շատ բարդ բան է ու խայտարակ կլինեն ոտերի մատերից մինչեւ ականջների ծայրերը։ Ու իսկ առանց հյուրի իմ հաղորդումը դե գիտեք հիմնականում այո ես միայնակ եմ վարում բայց միայնակ վարելու դեպքում ես չեմ կարող ներքաղաքական դաշտին ճանդրադառնալ իմ ոդքասթը ընդհանուր առմամբ հենց ներքաղաքական դաշտի մասին է ու այդտեղ հնարավոր է լինեն մի հաղորդման ընթացքում մի քանի խախտումներ եւ այդ խախտումները որպեսզի չարձանագրվեն նկատողությունների չգան ԿՀ-ից, ՀՌՀ-ից եւ այլն որոշեցին ինձ մինչեւ հունիսի 8-ը արտակուրդ հատկացնել ես շնորհակալ եմ բայց իմ եթերները Facebook-յան, YouTube-յան իհարկե ես կարող եմ վարել այնպես դուք սրիկա վախկոտներ եք ու այս Մարիամ Կիրակոսյանին էլ ասեմ քո սիրելի միակ տղամարդիկ ճակերտավոր քակլաններ են ու բացառվում է նրանք Գնել Սարգսյանի հետ ինչ որ մի թեմայով կան զրուցելու հանրային ձևով նրանք մաքսիմում կարող են թաքուն մտնել պաձեստ ու ինձ փորձեն հարվածել չնայած հետո տկլոր էլի փախնեն իհարկե իրանց թիվիներին պատմելով որ վայ Գնելին գնացինք ծեծեցինք ես ասում եմ այդ գործը երբ որ վերջանա ես այդ վիդեոները տեղադրելու եմ դուք ձեր պապաների ղրգած չուբլեբաց կիլերների հետ նույնպես ծանոթանաք այնուամենայնիվ ինչա արել Սույն Տիկինը ես դա գրառում էի արել ընդ որում գիտեք հաջորդ օրը որովհետև այդ օրը առհասարակ ես լրիվ ասած շիվարած վիճակ էր ինձ մոտ ու ես հաջորդ օրը հայրիկիս մահվան հաջորդ օրը գրառում եմ անում գիտակցելով որ մարդիկ կլինեն որ անհրաժեշտ է որ տեղեկանան եւ այլն գրում եմ շատ համառոտ պապաս գնաց Աստծո մոտ
Սույնտիկինը Մարիամ Կիրակոսյան, հուսամ ես եթեր ինքը դիտելու է, տեղադրում է իմ գրառումը, ահա, ու գրում է հետևյալը. Մեր Արմենի մահվան համար վրեն գրող Գնել Սարգսյանի Գնել Սարգսյան, ի տարբերություն քեզ ես չեմ ասի վրեն, ծնողդ մեղավոր չի, որ դու շանցից կերած, բոզի տղա ես, ես չեմ ասի, բայց ասողները շատ կլինեն, իմացի։ Ես այստեղ տեսնում եմ այս պոռնկացին երևույթի, վիժվածքի, մոր նկարը, խնդրեմ, սա է ծրթել, այսա, ծրթել է են աղջկան, կնոջը, թվացյալ կնոջը, ով նման արտահայտություն կարա գրի։ Են որ շանն ասիրում, երևի այդ շան հետ էլ հենց սեքս արել, ինչի արդյունքում ծրթվել է Մարիամը, Կիրակոսյան, ով սենց բանա գրում իմ հասեին։ Ես բացում եմ մեկնաբանությունները, տեսնում եմ մոտ 201 կոմենտարյա, մեկնաբանություն։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այստեղ մարդասիրական կոչով են հանդես գալիս, ես չեմ ասում ի պաշտպանություն ինձ, այլ մարդասիրական կոչով, դա ինչը շատ ավելի գնահատելի է, բայց ես գրառման տակ գրած ինձ կպած ցանկացած մեկին, եթե ուզում եք անուն ազգանուններով էջերով կբացեմ, ցանկացած մեկը չմտածեք, թե կարող է սա ձեզ չի վերաբերվում։ Ուրեմն դուք բոլորը, գիտեք ոնց եք լույս աշխարհ եկել։ Դուք նախ վիժվածք եք։ Հիմա բացատրեմ վիժվածք ինչա նշանակում։ Երբ որ ապօրինի կամ օրինական ձևով մի ворց եւ մի էգ հանդիպում են իրար, ունենում են թաքուն կամ բացահայտ սեքս, ինչից էգը հղիանում է, ворցը ասում է ախպեր, ես տեր չեմ, ինչ ուզում ես արա, ինձնից հասնում էր սեքսը, ես արել եմ, ես տեր չեմ։ Սա որոշում է, գնա ու վիժում իրականացնի արհեստական։ Հատուկ դեղերը խմում է, գնում է ունիտազի վրա նստում է, արունախառը հելնում եք դուք։ Հետո ջուրը քաշում է, որ ոչ ոք չի իմանա դա։ Դուք մտնում եք այդ կանալիզացիայով, խողովակների միջով գնում եք, դեն դե քակ, ցեր, տամպոն, ինչ ասես կա պատերին կպած այդ տրուբեկը մի 50-60 տարվա տրուբեկ են։ Դուք չարփվում եք այնտեղ միտեղ ու որոշ օրգանիզմներ ամեն դեպքում ողջ մնալով եւ միախառնվելով մնացյալ օրգանիզմների հետ, ինչ որ կենթանության նշույլներ են ցույց տալիս, սկսում են շարժվել, սկզբում ինքը կարա լպրծուն գոյացություն լինի, բայց հետո կարա ինչ որ կերպար ստանա, օրինակ քեզ ու այստեղ մեկնաբանություններում ցանկացած այն մեկի նման, ով որ ինձ ստեղ օգտվելով, այսպես ասած, առիթից, իմ սքի վիճակից, ինձ, իմ հորը, իմ սքի հետ կապված գրառումներ արել։ Դուք սաղատ ատենց եք ցրթվել լույս աշխարհ եկել։ Ու ես ձեզ պրյամո ասում եմ, ձեր միջից չի կարա լինի մի հատ պորճի բալա, որ որոշում կայացնի, գա այս նկարագրությունը ձեր ցեղի, ձեր մամաների ու պապաների, ձեր քուրերի ու եղբայրների, ու ես ինչքան էլ փորձել եմ լյուբոյ պարագայում երեխեքին չխառնեմ թե մամիշ, то հենց էլ ձեր բալեկի ուղված, իմ ես սաղ ասածը վերաբերում է ձեր օջախում ցանկացած լյուբոյ ցրտվածի, ու դուք չեք կարա դեմ հելնեք, ու իմ ասածների համար փորձեք մի բան անեք։ Ոտները կկոխեմ ձեր մամայի ոռը, բոզի լակոտներ։ Ու դուք էդի շատ լավ գիտեք։ Ու իմանալով հանդես միևնույնն է այնպես չի, որ չեմ պոկում ու չեմ կոխում, թեկուզ խոսքի իմաստով, իսկ իմ խոսքը զորեղ է, լյուբոյից այդ բոզեր, այ FSB-շնիկների ու KGB-շնիկների ճորտեր։ Հասկացա՞ք արա։ Ու հիմա կմտնեք այստեղ շնորհակալություն կհայտնեք իմ եթերը դիտող ցանկացած մեկին իր ներկայության համար, որ ես ավելին բառացիորեն չեմ ասում, բայց դուք կարաք երևակայեք, բազմապատկեք հազարով, որովհետև իմ խոսքը ամեն օրյա ավելինա, քան ձեր երևակայությունը կարա լինի։ Հասկացաք դուք, սաղիտ է վերաբերվում, այնտեղ կա Վարդան Մխիթարյան, կա Անուշ Հակոբյան, չգիտեմ,
Արմինե Գասպարյան, այս պորնիկի բալեկին է վերաբերվում։ Վան Հովսեփյան, Էլմիրա Հարությունյան, Արևիկ Սիմոնյան, Սամվել Մարության, Արմեն Կարապետյան, Արմեն Լևոնյան, ու սենց 201 մեկնաբանությունից մի 20-ը երևի հանած։ Անձամբ, ումը չկարդացի իմացեք, անձամբ բոլորիդ ասա վերաբերվում։ Դուք սաղ կարմիր գծերն եք հատել, ու ես որիդ կարենամ հատ բռնեցնեմ, ձեր լապը ծռրելու եմ։ Դուք ես ձեր գիշերվա պատերազմն եմ լինելու։ Ես ձեզ ասում եմ, 20-21 թվերին ես քաղաքականություն չէի մտնի։ Մի միլիարդ անգամ ասի, ինձնից ձեզ թշնամի մի սարքեք։ Սարքեցիք, 6-րդ տարում դուք գրում եք էսի։ Ես ձեզ ասում եմ, ես հիմա լինելու եմ ձեր գիշերների պատերազմը։ Սա միշտ իմացեք։ Հատ վիզ եմ դնելու ճարեմ։ Հայաստանում կլինի, Հայաստանից դուրս կլինի։ Սա իմ այն սուրբ տեղերին է կպե, որը որ երբեք չի ներվելու։ Ոչ թե չի ներվելու։ Դուք հիմիկվանից կարաք վազեք քաղմասները ու ինչ-որ երևակայական բաներ ընդեղ գրեք, ոնց որ միշտ եք արել, միշտ։ Այն լեննականի մուշի բաժինը արդեն ձեներով եմ ընդեղի աշխատողներին ճանաչում, այնքան են ձեր գրածների վրով զանգել ինձ արա։ Հասկացաք։ Բայց հիմա պիտի առաջ գնանք, որ չստացվի, սենց բանա խոսում ենք, էլի։ Չէ։ Վերնագիրներ, չէ, հետաքրքիր, ասում էր մեր Արմենի մահվան համար վրեն գրող։ Ուրեմն ասեմ, խոսքում մասին է։ Խոսքը այն բջի թուլի մասին է, ով դատարանում սատկեց, ու ես այդ սատկելու օրը գրել էի վրեն։ Հիմա նաև ասեմ խեմ սատկեն, ասում ու խեմ նորից այդ թեման հիշացնում։ Դուք եք ուզում։ Նախ եւ առաջ եւ երկրորդ։ Ես հեսա պատճառները ցույց կտամ ձեզ։ Երբ որ նա մեռավ, ես գրել եմ, այո, վրեն։ Մի քանի ժամ թողնելուց հետո ամեն դեպքում լինելով մարդ, ասի լավ կանգնի, փակեմ ես գրարմը ամեն դեպքում, արա դե մի տեսակ իմը չի էլի վսյոտիկի։ Ու այդ օրը երեկոյան ես եթեր եմ արել։ Ու բացատրել եմ այդ ամեն ինչի մասին, ու ասել եմ լավ կանենք, էլ սա չշարունակենք։ Չէ, դուք որոշել եք շարունակել, ու դե անընդհատ շարունակել եք։ Անգամ իմ Facebook-յան էջը հայտնվել էր օպերայի Հայաթում դիմադրություն շարժում կոչված հերթական FSB-ական միտինգի, այն մեծ մանիտորին, ու այնտեղ on-line պատում եք, թե ոնց ինձ բլոկեք։ Ուրեմն, նախ Մարիամ Կիրակոսյան, Արմենը, ձեր Արմենը, քո պապան, հա։ Քո պապան, արա։ Դու Արմենի ի՞նչն ես։ Սկսենք այդտեղից, հետո իմ ասածների բանը կա։ Այն որ շանը սիրում էր մերդ, որ նկարը դրել, Արմենն է դոմփ է, որ դու ծնվել ես։ Քո պապան, հա։ Արա, երբ որ մենք ինչ-որ մեկին քաղաքական առումով պաշտպանում ենք, դուք մեզ ասում եք, բա զոմբի չգիտեմ ինչ։ Հիմի Արմենը քո պապան, հա, որ եկել ես խարխի մուրը ինձնից հանելու։ Ես իմ ասածները ամեն ինչը այնքան մանրամասն եմ հիմնավոր է, ոսկի նրա սորտի միջից մեկը չի եկել ինձ ստենալու։ Դու ով ես այս բաներս գրում։ Բայց ինձ դա չի զարմացնում։ Քանի որ դու, ես տեսնում եմ ինչ սարիկաների ես սատարում, ինչ դավաճանների, ինչ ճորտերի, ես դա հասկանում եմ, ու հիմա ես կեզ ասեմ, քեզ չէ մենակ, բոլոր նրանց, ովքեր այդտեղ մեջները պահած ինչ-որ բան ունեն, եվս մեկ անգամ ու վերջնական բացատրեմ։ Սկսեմ առաջինից, ես իհարկե նրա բոլոր բառերին չեմ անդրադառնալու, 3 բան, որից 2-ը ցուցադրելու եմ։ Մարիամ, ես կարամ հիմի հելնեմ, ասեմ, ով Նիկոլի հանրահավաքին չի գալիս, վրեն գա։ Երբ որ մեկը միկրոֆոնը վերցնում կանգնում է բեմում, ակցիայի ժամանակ կամ հեղաշրջման փորձի ժամանակ, ով ոնց ուզում է նկարագրի, ու ընդհանրական առումով նման արտահայտություն է թույլ տալիս։ Նա պոռնիկի վաստակ է, ինչ որ հարցեր կան ստեղ։ Այսինքն, ասում է ով չի գալիս վրեն գա։ Ու մոտ 2,999,000 մարդ չի գնացել։ Այդ մարդկանց մեջ կան մայրեր, հայրեր, որդիներ, քույրեր, եղբայրներ։ Դա պոռնիկի վաստակի, դա բջի թուլի արտահայտություն է։
Ու ով սատարում է նման արտահայտությունը, ոչ պակաս պորնիկի վաստակ ու բջի թուլլայա։ Սա ասում եմ ուղիղ, ավտորիտետնի։ Հասկացա՞ր թե չէ։ Գուցե չէ։ Բայց ես հիմա ձեր Արմենից երկու հատ նյութ հիշացնեմ։ Նյութ համար 1 ներողություն Ինչը մի ընտրելա ու իրա փոքր։ Որովհետև այսօրվա օրով միայն բացարձակ դեգեներատը կամ բացարձակ ժեխը կարասի որ Նիկոլը դուրս դավաճանը, ազգային դավաճանը կարամնայի պաշտոնը։ Մեկը ով պետք է գլուխ ուտեի գելար, ինչ ուզեցակարեցիք, ինչքան փող կա լափիկ։ Եմ չեմ ասում պատերազմը, օգնա դարձել խոսալուց, ինչքան դուք դավաճան ու պականք եք, օգնա։ Այսօրվա սա կառավարությունը, այդ անդաստիրակ պականք ֆորմալ գիտելիքներով լի մարդիկ են։ Ու այսպես ինքը մեռավ։ Ես հիմա ասեմ, եթե հանկարծ նրա հարազատներից կլինեն որ կմեղվեն, որ դարձյալ էս թեման տականում է, ուղղորդում եմ, կգնաք Մարիամ ինչաներ, Էջը դրել եմ Կիրակոսյան պորնիկի վաստակից կստանաք, կասեք արա գնելի է այդ թեմայով մի խոսացեք։ Հասկացաք արա։ Գևոր ջան, մի երկու բառ ունեմ հետդ զրուցելու ապերկներս շատ խառն եմ եղել, բայց անպայման պիտի հեսա եթերը ավարտեմ։ Սա ասում է 600 մոտ 680,000 մարդ ընտրություններին 21 թվականին ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին։ Ինքը ասում է ով դավաճանին ձեն ատր ես իր բնութագրումը Նիկոլ Փաշինյանին որպես դավաճան, դա իր կարծիքն է։ Սկսենք այդտեղից։ Ես էլ եմ համաձայն, որ լյուբոյ դավաճանի ձեն տվողը ինչ ասես, եթե հատկապես եթե իմանալով է դա արել, կարա մարդը պատահական է, չիմանա որ դավաճան է։ Բայց այդ դավաճանությունը ասվածը պիտի հանգամանորեն փաստարկված լինի, ոչ թե քո նման ժեղ պորնիկի վաստակի համար, այլ հարության ընդունելի եւ իրավական ձևով։ Նա հասարակության 680,000-ին դու տեսար ինչ ասեց։ Սա քո պապանն է, աղջի։ Հա? Սա ձեր Արմենն է։ Ես հիմի կարամ ասեմ իմ համար կոնկրետ թրքաբարո դավաճանա Ռոբերտ Քոչարյանը։ Ես կարամ ինձ թույլ տամ ասեմ, ով Քոչարյանին ձենա տվել կամ տալու կամ տալիս, նա ու ասեմ այն կրկնեմ այն ինչ որ սա է կրկնում։ Այո, ես կարամ անգամ հիմնավորեմ, որ նա դավաճանա թրքաբարո։ Բայց միևնույնն է, ես ինձ դա թույլ չեմ տա։ Որովհետև լյուբոյ դեպքում իշքան ես վստահ եմ իմ կարծիքի վրա, դա իմ կարծիքն է։ Հասկանում ես, դուրակ ագարկի վաստակ։ Այս շանից ցրթված վիժվածք։ Թե չես հասկանում։ Սա ձեր Արմենն է, այո։ Սա ձեր արժե համակարգն է։ Քո ու քոպես ցրթվածների աշխարհընկալումն է։ Ես կներեք ժողովուրդ, որ հունից դուրս եկած եմ մի փոքր խոսում, բայց ելի ես զսպում եմ, որ չանցնեմ ավելի կեղտոտ տեղեր։ Սա ձեր արժե համակարգն է։ Այս արժե համակարգով վստահաբար դուք գնալու եք ընտրեք Դոդի Գագոներին, Քոչողլիներին, Սամվել ես իմ ինչով վիճներին։ Բայց ես դրա համար ձեզ չեմ հայհոյելու վիրավորել, ես դրա իրավունքը չունեմ։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի սահմանադրություն, որտեղ հստակ նկարագրված է մեր բոլորի իրավունքները, բոլորի առանց բացառության աղջի։ Եբյոմատի ձակ։ Հիմա մյուսը։ Սա ձեր Արմենն է, չէ՞։ Հեսա, սա ձեր Արմենն է։ Նայեք։ Ложные исходные, ложная повестка дня, ложные фальшивые люди, ложные понятия, призраки. Я не зря говорю, что Армения это страна, основанная на лжи. Вот почему все лопается, как гнойные шары. Я думаю, что вы ты что, приговор подписываешь? Пусть хлопают. Ты приговор подписываешь? Այն աղջիկաս մեծ ադրբեջանցիները քեզ ծափարելու են, ասում, թող ծափարեն։ Կներեք, որ ձայնը կամացա լսվում, ով ցանկանում է տեսնել այս նյութը, ես վաղուց եմ պահում ինձ մոտ, ես կարող եմ տալ ձեզ։ Ինչ է ասում։ Հիմա նախ թարգմանը, հիմա եթե չի լսվել ասեմ, ինչ է ասում, եւ թարգմանեմ, որովհետեւ ռուսերեն է ասում։ Ասում է ողջ հայկական պատմությունը, հայերի գոյությունը, ողջ հայկական պետականությունը հիմնված է կեղծիքի վրա։ Փուչիկ է այս ամեն ինչը։ Սա ձեր Արմենն է, պորնիկի վաստակ։ Սա
ձեր Արմենն է։ Իմիջայլոց այս թեզը բառացիորեն 2006-7 թվականներից, որը որ ես իմ տեսածն եմ ասում, գուցե դրանից առաջ 2006-7 թվականներից ադրբեջանական դպրոցներում են սովորացրել։ Դպրոցի դասագրքային ադրբեջանական դպրոցի դասագրքային պրոպագանդան անում Հայաստանում նստած։ Սա ձեր Արմենն է, այո, սա իմը չի։ Սա ես շատ գիտեմ ում քո պապան է։ Սա ձեր դրսևորումն ու պատկերացնումն է հայկական իրականության, պետականության ու ամեն ինչի մասին։ Սա քո նմանների ժեղ ելնելու ապացույցն է։ Որ քո Արմենը, եթե տես, բոլորը շատ լավ գիտեն։ Ես երկու քաղաքական ուժի եմ սատարում։ Քաղաքացիական պայմանագիր, հանրապետություն, կուսակցություն։ Սատարում եմ երկուսին էլ։ Բոլորը գիտեն։ Եթե մի օր նման արտահայտություն անի վարչապետը, նման արտահայտություն անի Արամ Սարգսյանը, ես ուղիղ եթերով շատ վատ եթեր կունենամ ու կանդրադառնամ էդրան, ու դրանից հետո բաց այդ կասեմ, որ չեմ կարա ես սատարեմ ոչ իրան, ոչ էլ կարամ հարգեմ իրան սատարողներին։ Չեմ կարա, ինձնից հեռու ախպեր։ Որովհետև սա բառացիորեն իր բերանով ասած ադրբեջանական պրոպագանդան է։ Ու սա այո, ձեր Արմենն է։ Այս է ձեր արժե համակարգը։ Այս եք դուք։ Ովքեր կարծում են, որ հայ ժողովուրդը կեղծիքի վրա ինչ-որ հորինված բան է, հայոց պատմությունը կեղծիքի վրա հորինված բան է, Հայաստանի Հանրապետությունը կեղծիք է։ Դա ասում են լյուբոյ ադրբեջանցի բլոգեր։ Ու Արմենը ձեր կամրանը նույնպես է սա ասել։ Հասկացար դու, աղջիկ ջան։ Ու քեզ սատարող, քո միտքը սատարող լյուբոյի մամման էլ, պապան էլ, կրկնում եմ, քուրն էլ, աղբերն էլ, օջախի ցանկացած մեկը, ձեր ընտանեկան ճաշի մեջ շները կակեն տնեցիկով նստեք, լպստելով գտալը, ուտեք իրար բերնից էլ հոտ քաշեք։ Հասկացաք։ Սա ձեր Արմենը։ Ինձ մի անընդհատ հիշացրեք նրա մասին, մեռել գնացել է։ Էլ ես չեմ ասում, ոնց էր ինքը Շիրակի եւ Արարատի մարզի բնակիչներին հայ ժողովրդին անվանում թուրքերի բռնաբարություններից սերվածներ, որյանի թուրքերը բռնաբարել են, դոմփել են, բան են արել ու տենց առաջացել են այդտեղի բնակիչները։ Սա ձեր Արմենն է, ես իրան եմ մեջ բերում։ Սա ձեր արժե ու ես իմ վերաբերմունքը իր սատկելուց կարած ասես որը պիտի լինի։ Ու դու դա դնում ես իմ սքի օրը իմ հորս մասով գրարման վերևը տեղադրում ու հավասարության նշան ես դնում պոռնիկի վաստակ։ Բա հերոսը Շիրակի մարզից է, բա ես էլ իր ժառանգն եմ, ոնց կվերաբերվեմ նման արտահայտությանը, մի հատ ինձ կասես, դու ոնց կվերաբերվեր։ Հիմա ես կարամ ասեմ, այս նույն բանը քո հասցեին ու քո նմանների, ու դու ասես, հա դե նորմալ է ախպեր, դե ապրի գրել է, բրավո, Աստված իրան երկար կյանք տա։ Ինչ է եղել։ Այդ որ մեկն է, որ մի պոռնիկի վաստակն է։ Հետո ես առանցին կանդրադառնամ իրանց։ Ու ով որ սա ասում է, ես ասում եմ, ձեր ցեղի մասին եք ասում։ Ձեր ցեղի, ձեր սրբությունների, ձեր հերերի ու մերերի։ Ու սրանից հետո ինչ չկանեք, չասեք, ատելություն, չգիտեմ, պառակտում, հայ ազգը վաղուց է պառակտված երկու մասի բաժանված։ Եղել են արտոնյալ բջի վաստակներ ու եղել է ժողովուրդը։ Հիմա այդ արտոնյալ բջի վաստակները երբ որ ժամանակին եղել են, հիմա եկել ուզում են էլի վերադառնալ։ Ու ձեր նման չաթլախներին օգտագործում են հայ ժողովրդի դեմ։ Անբարո, արժեքային զրո ձեր նմաններին adzիկալոնով ձերոնց սրբությունը կարելի է առնել։ Էժան adzիկալոն, խոսքս բանի մասին է, Красная звезда adzիկալոնի մասին է։ Նորմալ դուխուների մասին չի չմտածեք։ Ձեր նմաններին կարելի է ամբիպյուրով, այն որ զուգարանում փչացնում են, ձեր սրբությունները կարելի է ամբիպյուրով առնել, այդ եք դուք։ Այ հենց այս գրառումներով։
Մնացածը Ժողովուրդ ջան, շանտեղ մի դրեք, ես սրանց սաղին հատ, ես ասում եմ, հատել են իրանք բոլոր կարմիր գծերը իմ սրբությունների ու իմ սքի հետ կապված, ինչի համար մեզ պատասխան են տալու ու հատ են տալու։ Ես իրանց վատ երազն եմ դառնալու մեկ ընդմիշտ։ Անցնենք առաջ։ Սրան թողնենք, այս պոռնակացին շանից ցրթված վիժվածքը հիշեցիք, չէ՞ որ նա։ Մի քիչ առաջ նկարագրել եմ, թե վիժվածքը ոնց է առաջանում։ Հիմա մի ուրիշ վիժվածք է անդրադառնամ։ Նույնիսկ կարող է հիմի մեր արցախցի շատ ընկերներ կամ ոչ ընկերներ բնութագրեն, որ արա Ղարաբաղցի հայաստանցի եմ անում արա։ Ատելություն եմ սերմանում, մի հատ եկեք սաղը տստեղ։ Ուրեմն պաուզա տա։ Ուրեմն հորս մավան հետ կապված քույրս ով արտերկրում է ապրում Տոմսեր առել ու եկել էր Հայաստան 3-4 օրով, այդքան կարող էր շատ երեխաներ ունի ու գործերը։ Ու ես հետո գնում եմ նրան ճանապարհելու, պատահաբար Զվարթնոց օդանավակայանում թու լավ է բլոգեր, տիկնոջ ու երեխա ըստ ամենայնի իր դստեր հետ, ինչ-որ TikTok անելով անցնում են ու այդպես նկատեցին մարդիկ նորմալ բարը, բա դուք էլ եք գնում, ասեցի չէ, ես ճանապարհում։ Հիմա տեսեք դա ինչի է վերածվել որոշ պոռնիկի բալեքի, մուտիլոշիկ պոռնիկի բալեքի մեկնաբանությամբ։ Սա ձենը ուր է։ Մի րոպե, ժողովուրդ ջան, այդ ձենը գտնեմ, ես ինչ եղավ։ Կամացից արդեն երկրից դուրս Մի րոպե, կներեք, լսեք։ Ժողովուրդ, հետո ես կխոսամ։ Ասում է, մի հատ տեսան։ Ժողովուրդ, հետո ես կխոսամ։ Դե ինչ երկրից գնում ենք, ժողովուրդ ջան, ընտրություններից հետո հետ կվերադառնանք, խոսք ենք տալիս, որ վերադառնալու ենք, գնում ենք հանգստի։ Բայ Ժողովուրդ, ելով է չամադանները պատրաստել։ Կամացից արդեն երկրից դուրս են գալի, տենում եք ովքեր են դուրս գալի։ Դերասանը, որ արցախցիների դեմ խոսում էր, մեր հադրոթի քաղաքապետի դեմ էր խոսացել, էսի։ Ու պլյուս Ղարաբաղցիքի դեմ էր ատելությամբ միշտ խոսում։ Մեկ է թութ լավանա, որ քարտեզը sense գորոս դրել էր դոշի։ Բայց դեմոնստրում եք երկրից դուրս են գալի։ Հոտարությունները ուժեղ, ասեն մանակ, լավ հոտարություններ եք ունենում։ Так что так держать ժողովուրդ։ Չենք հանձնվում։ Մնացած սատարողներին Ուրեմն որ ճիշտ սատարեք, որովհետև Սույն բոզորտին պատահականության համար ով մուտիլովկա է անում ստեղ Մարտունեցի է, Ղարաբաղի Մարտունուց, ով կարող գուշակեք հիմա որտեղ է գտնվում Ռուսաստանի Դաշնությունում։ Այն որ կարա ասի դե բահիլո չամադանը հավաքի թռնում են բան, չնայած վիդեոն կարճ է դրել դիտավորյալ, որովհետև այն իմ ասածը, որ ինձ հարցնում է դուք եք գնում, ասում եմ չէ, ես ճանապարհում եմ, դիտավորյալ կրճատել է, բոզորթի, իսկական բոզորթի։ Պոռնիկի վաստակ։ Մուտիլովշիկ պոռնիկի բջիթուլա, քյասար։ Միամի պատահական սկզբունքով կանալիզացիաներում են վիժվելուց հետո, դենց ծրտված մեծ երևույթ։ Դիտմամբ դա կրճատ է դնում։ Դա ջանդամ, կարա էսի լավ դեմի, կապիկներ են էլի լիքն են յանիմ հո ամեն մեկին չեմ անդրադառնում, դուք գիտեք վաղուց նման եթեր անդրադարձերի վրով չեմ արել։ Բայց այդտեղ ինչն է ինձ ունից անում, թե բա յանի են որ միշտ արցախցիների մասին վատ բաներ է խոսում, յանի բջիբ բալա Դու հենց հիմա ես քո մասին լիքը վատ բան եմ խոսալու ու вообще դա չի նշանակելու որ արցախցիների մասին վատ բան եմ խոսում որովհետեւ դու պատահական ես ցարթավել Ղարաբաղում հիմա գոյությունը տես պահպանում Ռուսաստանում քո կոնտակտներից նկարներ կա որտեղ որ դու այն անձնական բաները որ գրում են ամուսնացածը թե չէ գրել ես որ քո նախընտրելին տղա պիտի լինի եւ ցանկալիա տղա պլյուս տղա ու դու լավ գիտես որ դա կա ու այդ սկրինները ես ունեմ համբալի վաստակ դու կլինես
Քոպես մուտիլոշիկ ցեղդ Գերդաստանդ կլինի։ Սենց բանը տարածողների ու սենց մտածողների ցեղն ու Գերդաստանը կլինի։ Դուք պարտավոր եք գտնել վիդեո, նյութ, որտեղ որ ես հնարավոր է արցախցիներին բան եմ ասում։ Պորնիկի վաստակ։ Ես ոչ միայն Հադրութի քաղաքապետին, այլ Կառաբաղսկի սաղկալանի մամային մլել եմ ու մլելու եմ։ Կառաբաղսկի սաղկալանին, ովքեր որ հայ ժողովրդին, թե Հայաստանում, թե Արցախում, սնանկացրել են, ապագան կործանել են, կյանքները արունները խմել են։ Սրանց մլել եմ ու մլելու եմ։ Ու դա հեչ արցախցիների մասին չի։ Ինչ վերաբերվում է արցախցիներին, պորնիկի ձակ։ Իմ ախպերները, ես, իմ գործունեությամբ, իմ կյանքն եմ դրել։ Ես դեռ չեմ ասում պատերազմը, որովհետև արդեն ես հասկացել եմ, որ ձեր նման բջի թուլեքը շատ всё равно են վերաբերվում պատերազմում մասնակցածներին, તો անգամ զոհվածներին։ Դուք կարաք ասեք 5000 զոհ է եղել, կարաք ասեք 50000 զոհ է եղել, դուք կարաք 1000 հաշմանդամություն ունեցող ասեք 10000 հաշմանդամ, դուք ձեր համար մեկ է։ Դուք կարայք հետո գնայք սպասիբը Ռասիի, դուրս գայք սպասիբը Պուտինու, հիշեիք Դեներն ու Լուգանսկի ու Դոնեցկի ինքնավար մարզերը, երազեիք, որ դուք էլ միանայիք Ռուսաստանին, դրանով պղծելով եւ ուրանալով թափված արյունը հայ տղերքի։ Դրա համար ես դրան չեմ անդրադառնում։ Դրա միջով ինպես ինձնից լավ 100,000-ով տղերք են անցել։ Ինձնից շատ ավելի լավ տասնյակ հազարով մարդիկ են անցել, ես դա չեմ անդրադառնում։ Պորնիկի ձակ։ Ես անդրադառնում եմ իմ կյանքին Արցախի հետ կապված։ Դեռևս դու ինձ ասում ես, որ ես արցախցիների մասին դες բանա, ինչ-որ ատելության խոսքեր բաներ եմ տարածում, այդ մուտիլոշի պորնիկի ձակ։ Դու արա։ Ու դրա տակը գրած են Կառաբաղսկիներին եմ ասում, արցախցիներին չէ։ Այդ նյութի մեկնաբանությունների դաշտում պորնիկի վաստակի պես են Կառաբաղսկիներին եմ ասում, ովքեր ես մուտիլովկին դաբավկեք են անում իրանց արևին։ Դուք սաղը թուրքի ցրտված եք։ Դուք թրքի բալեք եք։ Ու դա ձեր համար Ես ինչ որ ասում եմ, հեչ վիրավորական չի, որովհետև դուք գիտեք, որ դա տենց է։ Եթե դուք ուզում եք հասնեք նրան, որ գնելը մի օր նա դա էլ կլինի ձեր նման պորնիկի վաստակների ձեռը, ու ընդհանրական քֆուր կտակ ասի դու ստիկ դիրեք դուք էլ ուսած ընդհանրական քֆուր կտա, դուք չարաչար սխալվում եք։ Գնելը միշտ ասում է այն, ինչը որ ինքը կարա հիմնավորի, ապացուցի ու ինչի տակից կարա դուրս գա։ Ու ինչը որ տենց է։ Հասկացա կարա։ Այդ փախածներ։ Այդ փախած բառից էի կարա վատանում։ Այդ փախած բառը ձեզինս նեղել էր։ Այդ ինչից էիք նեղվել։ Ձեր ջոգելով ոչ ոք չի տեսել ոչ մի բան։ Ամեն մեկը ջայլամի պես գլուխներդ խոթել եք հողի տակը, ջոգել եք, որ դուք չեք տենում, ուրեմն ոչ ոք չի տենում։ Ես մաքսիմում փորձել եմ այս թեմաների մասին քիչ խոսալ, որովհետև ես գիտակցել եմ, որ դա բոլորին կարա վնասի, բոլորիս, անկախ լավից, վատից, լավ տղուց, պորջի բալից, կարա բոլորիս վնասի, ու շատ բաներ չեմ խոսել, բայց այդ շատ նեղվողներին, то հենց եմ ելես դու փախած, պորնիկի ձակ ու ձեր նմանները, Դուք իմ պետության մեջ եք, այստեղ տերը ես եմ։ Դուք կուզեք ապրել իմ տան մեջ։ Ես ձեզ պայմանները ասում եմ որն են։ Կլինեք աչքիս լույսը։ Չէ, ես չեմ կարա թույլ տամ իմ տան մեջ դուք թքեք։ Հասկացա կարա։
ու ձեր նման մի 100-200 պոռնիկի վաստակ չի կարա հասնի նրան, որ ես արցախցիների մասին ընդհանրական վատ խոսույթ կիրառեմ կամ պատկերացում ունենամ, որովհետև ես իմ ապրած կյանքը գիտեմ, դուք ինչ գիտեք։ Ձեր նմաններին, որ հավաքեմ միտեղ, չնայած իմ արմատները լրիվ ուրիշ տեղից են, բայց ձեր նմաններին հավաքեմ միտեղ, ձեր միջի լավ Ղարաբաղցին ես կլնեմ, արա։ Բոզի թուլեք։ Խարխի տանտիկից թռած սպերմատազոիդներ։ Փախնում են։ Փախել եք, արա, ձեր արշինով եք չափում, ում, արա։ Դուք որ սրա նրա որի հետևից քաքի ճանջի պես տազալով ֆռմ եք, որ ձեզ խեռի տեղ դնող ելնի, արա։ Դուք ձեր օջախից լյուբոյը։ Գնել է հետ վաղ նրանց դեմ կռիվ էր տալիս։ Միտինգ էր անում, ջրցարի տակ էր ընկնում, փաշալարերի վրա էր ընկնում, բռնում էին որ տանեն, ջոգում էին չէ լավ, դերասանը մի քիչ շատ արդեն կլնի, կայնի թողենք։ Ու հազար, երբ որ դուք նոր ցարթավում եք Թուրքից, գնելը այն ձեր փախած երկրներում հայկական գրադարան ու հայկական մշակութային կենտրոններ ու հայկական թատրոններ էր ստեղծում։ Դուք ով եք, արա։ Դուք ով եք։ Մուտիլովկեքով եք զբաղված տեղ։ Էտա ձեր թափը։ Էտա ձեր թափը, արա։ Դուք չեք կարա բան խոսակ, շիրա եք տալիս Ղարաբաղցիքին, որ իրանք խոսան, էտա ձեր թափը։ Այդպես քաղաքական հերդ Քոչարյան Ռոբերտն էլ մի հատ նյութ ունի, բայց այդրանց մասին վաղը ուրիշ լեքսիկոնով, արդեն մեր գործով բան, ես այսօր sense այս 10 օրվա լռությունը, որ ես լուր քաշել եմ, իմ ցավի հետ այս վիրավորանքները, ես այսօր հենց հետ եմ արտահայտվում։ Վաղը այդ քաղաքական մերկացումները կտենաք դուք։ Էն էլ էր կոպես բոզի տղու նման կանգնել էր, ասում էր, գիտեք, նա ասում էր Ղարաբաղցիները փախել են։ Արցախցիները պատկերացնում եք ձեզ ասում է որ փախել են։ Չէ, արա, իրանց չի ասում, քեզ ասում, քեզ, այ շակալներ, այ փախածներ, դուք մի կցեք նրանց կոնկրետ ձեզ ու ես էլ եմ ձեզ ասում։ Ու ոչ թե Նիկոլա ասում է դրա համար եմ ես ասում, ես երբ որ Նիկոլա չէր ասա, ես ասում էի ու դուք գիտեք որ ասում էի։ Հասկացաք, արա։ Դուք Հայաստանցի Ղարաբաղցի անողներդ եք հենց։ Այն որ կանգնել եք ասում եք 90-ականներին արցախցիներն են մենակ կռվել ու իրանք են հաղթել։ Այն որ մեր զինվոր դա տարական հենց ես բան ասեմ, արա։ Այ բջի թուլ եք։ Դուք Ղարաբաղի բանակից կուրսի եք, հադուտի քաղաքապետից էիր խոսում, արա։ Հələ ինչ սախ հələ ինչ որ խոսացել եմ ես իմ ասածներին հետ ես 6 տարի ամեն օր էֆիր եմ անում օրալնում երկու անգամ մեկը տելևիզորով մեկը իմեջով հələ մի հոգի է ֆայմել ինձ դատի տա իտո քաքի մեջ է հայտնվել իտո Ռուսաստանից կոպես փախած մեկը որովհետև սաղ գիտեն իմ խոսքի տակը էլի ինչ էր կան շատ լավ գիտեմ հիմա ես բան եմ ասում քեզ արա ես ծառայել քեզ չեմ ասում այսինքն ցած թեմայի մեջ եմ ասում դու փոքր ես քեզ բան պատմեմ ինձնից բան դու ով ես այ բջի թուլա դու ով ես ու ասեմ այդ խունտայով ձեր կգաք ինձնից ստանալու մտ կպլորոտեք պլոճիկներդ կծկեք կգաք ինձնից ստանալու լտնեմ ով եք գալի եղա սաղիտ ասում եմ դուք պոռնիկի վաստակներ եք ձեր ընտանիք ցեղով սաղիտ ասա վերաբերվում ով որ ընդ բաներ գրել է թեմայի հետ կապված ինձ բաներ բշտե իր արևի ուրեմն թռածներ քաքլան փախնողներ 97-99 թվերին եմ ծառայել իզնից հետո իմացել եմ ոնց է ծառայությունը բայց ես իմ ծառայությունն եմ ասում Վահագն Ալեքսանյան մի օր կանգնավ հայտարարություն արեց ասեց արա դուք մայկատա ռուսիկ ծամողներ եք նասկի ուտողներ եք զինվորի հա ու հիմնավոր է ասես ես մեկը ծառայել եմ բանակը ինձ ներքնազգեշ չի տվել ու սաղը սկսեցիք ծաղիրի ենթարկել որովհետև ձեզ էդի չէր հետաքրքրում դուք չեք հետաքրքրվել բանակին հայ տղերքը որ 400 կիլոմետր գալիս են Ղարաբաղում ծառայում են էդի ինչ է նշանակում դրա համար դուք ծաղրի են որովհետև սաղը փախածներ եք դուք գիտեք ինչ ինչոց հա
Բա անտերուսիկա եղի ուրեմն։ Այդ ձեր մաքսիմումը։ Ձեր մաքսիմումն ասա։ Իշնա չի ասել որ անտերուսիկ եմ եղել, ասել բանակը ինձ չի հատկացրել։ Ես ծառայել եմ 97-99 թվականներին։ Ես ունեցել եմ տռուսիկ մայկան ասկի։ Բայց ես ուղիղ ասում եմ, բանակը ինձ երբևէ չի հատկացրել դա։ Իսկ դա պիտի հատկացներ։ Գալչկեն եղելա, փողը եղելա, ծամել են։ Ես ոնց եմ հայթայթել, ես գիտեմ։ Դրա մի մասը իմ ծնողները գիտեն։ 450 կիլոմետր այս կողմից Իսկ ներքած վաղ եղել, ստիպված են եղել ներքնազգեստ ուղարկեն։ Օրնիկի վաստակներ։ Դա ձեր տանձին չի եղել, ու ասեմ, սա ինձ չի վերաբերվում։ Հիմա ես տես եթերով ասում եմ։ Կոնկրետ 97-99 թվերին Ղարաբաղում ծառայած տղերք։ Եթե մեկը բանակում ստացել եք ներքնազգեստ, կանոնավոր ձևով։ Աստեղ գրեք։ Ստեղ գրեք դրա մասին։ Գրեք, թող սաղտերան, որ ես գուցե խապում եմ։ Կգրեք դա։ Դրանից հետո չգիտեմ։ Չէ, գիտեմ, բայց դա իմ ապրած կյանքը չի։ Բայց մնացածներն էլ կարող են գրել։ Ես սա խոսում եմ ներքնազգեստից էլ։ Ինչը դուք ծաղրում եք։ Այդքան եք թքած ունեցել, ձեր հողու ջրում, Արցախում, ձեր տան դեմը ծառայող զինվորի վրա ու նրա ծառայության վիճակի վրա։ Այդ ձեր աֆիցերներն էին, որ երբ որ Մալադոյը մտնում էր չաս, ասում էին Հայաստանն է, այստեղ Ղարաբաղը։ Ու հետո սկսում էին ջարդել, կոտրել սալդատներին։ Չկոտրվողները իրանց կյանքի հետ ինչ էր ստացվում, էդ էլ գիտենք։ Մի մասինը մի ձև, մյուս մասինը մյուս ձև։ Ու գիտեք ինչ, ասի չենք լացում, որ իմ մեզ մայկատիրուցիկ չեն տվել։ Մենք խոսում ենք բանակը, պապայիտ ու են մյուսների վաղտ ինչ ա եղել։ Ու խոսում ենք ամենատարրական բանից, հələ ոչ։ Այն որ դուք ծաղրում եք։ Դուք ծաղրում եք մեր բանակի այն վիճակը, որը եղել է Ղարաբաղում, Թուրքի դեմը կանգնած։ Ու օրական ունեցել ենք զոհեր։ Օրական։ Այդ զոհված տղերքը ծնող չունչան ունեցել։ Ոչ միայն զոհեր, սպանություններ, որոնք որ գրում էին, որ իբր զոհվել է, որ մեկին ազատ են պատասխանատվությունից։ Շատ ես ուզում շատ բան պատմեմ քո սորթի անշնորհակալ կարգավիճակի մասին արա։ Շատ ես ուզում։ Դա կպատմեմ, անսպառ կպատմեմ։ Անսպառ կպատմեմ։ Ոչ միայն պատմել։ Ես այն ծառայությունն եմ անցկացրել տղա 97-99 թվերին, որ հələ մեծ ձերոնց հարցերը կասեն 97-99 թվերին բանակտեղ ապարատ ունենալը ինչ էր նշանակում։ Ես ապարատ եմ ունեցել, ոնց էր այսօր ասում, Քոչարյանը մենք Ժիգուլի ենք ունեցել։ Ֆոտո ապարատ եմ ունեցել ու սիրուն նկարներ ունենք լիքը։ Դա ես իմ մասին, բայց խեղճ ու կրակ տղերքի մասին։ Ու դու այսօր ձեզնից մեկը որոշել է գվգվա, որ ես եթե ձեր տեղը լինեի, արա ես կդադարեցնեի իմ գոյությունը։ Կարե ես էդի գիտեք ինչ, ժողովուրդ ջան, ես ուզում եմ ճիշտ հասկանանք։ Շատ բաներ կա, որ մենք չենք, ես մեկը, իմ մասին ասեմ, եկեք որ ոչ մեկ այդ բան։ Ես ժամանակին ուրիշ ձև եմ մտածել։ Ես ժամանակին ոնց որ մտածել եմ, այդ իմ մտածածի շուրջ 1000 հոգու կարայի ծալեի, եթե հարցեր տային։ Ես այդքան համոզմունքներ եմ ունեցել։ Այսօր ինձ համար նույնպես շատ դժվար է ըմբռնել, որ ես իմ պատմության հետ կապված շատ բաներ ոնց որ սխալ եմ իմացել։ Դա ինձ շատ դժվար է։ Ու ես այսօր իմ հարևանով պատմաբանա նստած ու իմ մյուս ընկերը արա զրուցում ենք, ես հարցեր եմ բարձրաձայնում, ասում եմ ախպեր, ես այս հարցերը բարձրաձայնում եմ, ես գիտեմ դուք ինչ եք պատասխանելու։ Ես այդպես կպատասխանեի մի քանի տարի առաջ ու կռիվել կանեի, ես վստահ եի այդ պատասխանների վրա։
Արա բայց ոնց որ էդի այտենց չի։ Չէ, կարող է մեզ դուրս չի գալիս, որ էդի տենց չի։ Արա բայց էդի տենց չի։ Որովհետև սաղս ենք ապրել մուտիլովկի մեջ։ Մենք եղել ենք մեր ոչ միայն բանը, քաղաքական ղեկավարները, մենք որպես ժողովուրդ եղել ենք գործիք կայսրությունների ձեռքը, ովքեր մեր մեջ թարմացրել են այս խոսույթը կամ այն խոսույթը, մենք անասունի պես կրկնել ենք լիքը, դիվտայություն բանը ուսեց, ունես պետք է եթենք ու եսի մինչեր անենք, այն նրա օգտին նրա դե, հետո նրա օգտին նրա դե, ու նրանք անընդհատ, ես չեմ ասում, բնական է, որ ես չեմ ասում, որոշ բաներ չեն եղել կամ չկա գույները խտա, չէ, ընդհակառակ շատ դեպքերում անգամ գույներ չկան, ոչ միայն խտա, բայց միտքը, արմատը, հիմքը այլանդակած է, ու այդ հարցերի պատասխանները այսօր հələ ոչ ԿԳՄՍ նախարարությունը, ոչ գիտությունների ակադեմիան, ոչ դպրոցը, ոչ ինստիտուտները հələ իրենք չեն հասցնում բավարարել, որովհետև նա ցած լեն դաշտ է բացվել, որտեղ այդտեղ ցարա։ Ես ինքս, արա, ոնց ես ասեմ, նա պատմություն պատմեմ։ Մի 15-20 տարի առաջ էր, մաֆիա ենք խաղում, մինչև մեր ընկերներից մեկը կա, զրուցում ենք, ու ընդեղ տղերքը ունևոր ընտանիքների ժողովուրդ է, բայց ամեն մեկը մտածում է, եթե մի 50 միլիարդ ունենար, ինչ կաներ, պատկերացնում ենք, տենց ապուշ խոսակցություն են հատ ծավալվում, 20 տարի առաջ է հետո, արա աներևակայելի բաներ, հետո, ինչ-որ ստացվեց, որ ոնց որ սաղ նայեն ինձ, յանի ես ինչ կասեմ, որս դե ինչ պիտի անի, Ղարաբաղը կարնի, ախպեր կնվիրեի Հայաստանի, վսյո, ապի լրվան, որովհետև այդ վաղ տենց բաներ հնարավոր չեն մտածել, ինչ Ղարաբաղը առնել տար Հայաստանի, ու սաղ այդ մտածել եք, թե Հայաստան Ղարաբաղը, Ղարաբաղը հայկականն է, ու լինելու է միշտ հայկական, ամենայն դեպս ինձ համար, կարող է սրանման պորջի բալակի առաբաղսկիների համար չէ, բայց ինձ համար հա, ինձ համար ոչ միայն Արցախ, այլ շատ բաներ դրանք իմ հայկականն են, բայց Հայաստան չեն եղել, չեն, կուզեմ լինեն Հայաստան, իհարկե կուզեմ, ես ապրոց չեմ չուզեմ, բայց ես պիտի նայեմ իսկ գինը որն է, և ռիսկերը որոնք են, գիտեք ինչ, եթե այսօր լիներ մի հատ կուսակցություն, որ ասեր, հա, հենց էլ գնալու ենք կռվով հետ բերենք, ես ոչ թե կմտածեի, որ սա պատերազմի կուսակ չէ, այդ պատերազմի կուսակցությունը ասվածն էլ բան չի, հարց ընդեղ է, իսկ ստավկեն որն է, ինչն ենք ստավկա անում, խաղադրույքը որն է, եթե կասկածի տակ է դրվելու Հայաստանի Հանրապետությունը ու նրա գոյությունը, ես չեմ կարող ռիսկաբատ անեմ, ես մի քիչ էլ ինձ կզսպեմ, մի քիչ էլ ինձ կտիրապետեմ, તો միշտ կզսպեմ ինձ, հույս պայպայելով, որ մի օր երբ որ լինի հնարավորությունը կիրականացնենք, էսի մենք հիմա այս տարածքում ապրող ժողովուրդ չենք կերպարով, որ ասենք մենք հիմա պետք է ազատագրական պայքարներ սկսենք, ոչ, մենք պետություն ունեցող երկիր ենք, ու մենք պիտի հասկանանք, որ մեր պետությանը չի կարելի չարդարացված վտանգի տակ դնել, ու հարցը չմտածեք պատերազմից խուսափելն է, դուք խաղաղության գինը չգիտեք շատերը տարա, չգիտեք, դուք չգիտեք խաղաղությունը մենակ այն չէ, որ սահմանին զինվոր չի զոհվում, խաղաղությունը մենակ այն չէ, որ ծառայությունը դառնում է տարի ու կես, չէ, խաղաղությունը տնտեսության զարգացումն է, խաղաղությունը առողջապահության ոլորտի զարգացումն է, խաղաղությունը կյանքի որակի բարելավումն է, խաղաղությունը պետության ուժեղացումն է բոլոր ուղղություններով, հասարակ օրինակ, խաղաղությունը գիտեք ինչ է, ուրեմն ես ապրում եմ Բանգլադեշում, ստեղից համ Արարատի մարզը համարում է, այս տարածքներում է, մենակ այս տարածքում պատմական 5 հատ մայրաքաղաք կա, հազարամյակների պատմություն ունեցող, ոչ միտեղ հələ պեղումներ չկան, ոչ միտեղ հələ իմ երեխան մենակ կարդացել է դասից դպրոցից, հələ չի գնացել քարտեն է մի հատ, խաղաղությունն է, որ այդ 5 մայրաքաղաքն էլ հնարավոր է մի օր սկսեն հատկացնել ֆինանսներ ու պեղումներ իրականացնել պատմությունն է մեր վերակ, այ հենց այդ է,
Ինչ գիտեք խաղաղություն, դուք պատերազմի վաղ թռածներդ, ինչ գիտեք խաղաղությունն ինչ է։ Դուք հակամարտության հրադադարի ժամանակ պետական բյուջե լափածներդ, դուք ոնց կարաք իմանաք խաղաղությունն ինչ արժի։ Որտից պիտի իմանաք, մի հատ ինձ կասեք։ Ձեր որակական հատկանիշները, ձեր մտավոր ընդունակությունները չեն կարող բավարարեն, որ դուք հասկանաք խաղաղությունն ինչ է։ Դրա համար դուք մեկնաբանեք, Ղարաբաղի տվեցի, որ խաղաղ ապրեն։ Բա որ հանկարծ պարզվում է, որ Ղարաբաղը ձեր պապաներն են տվել։ Ինչի՞ նույն սկզբունքայնությունը չեք օգտագործում։ Բայց օպաստերի վիրավորների անունները եք տալիս։ Բա հիմա ինչի՞ նույն ինտենսիվությամբ են ձայնագրությունները, որ դուրս է եկել, որ պատերազմի ժամանակ հաշմանդամ դարաստղերքին քաֆուր են տալիս, խլեշ քաֆուր են անում։ Ինչի՞ մեկի ծպտունը չի ելնում, արա, բայց այդ տաշի սամոյի պորնիկի վաստակ թիմակիցներից ոմանք են անում։ Բա մի հատ հենց խոսած եք, արա։ Biz haşmandan tağeti dardı neyik latsum kam zovbaz tağerki. Bu tiv neyik ursanum. Ba hele kase kılıyto ve zaynagrüçan miçi porçi lako talet su istave kara para kekdran. Von sara ber haşmandan tağerkin. Esi çen asumara. Bari tağavu voçhare nasumara. Ha, atեղ մի 50-60 հատ կայք մի անգամից sense խարաբ եղած վերնագրերով չի սողոս կել ձեր ուղեղի մեջ։ Դրա համար դուք թութակի պես չեք կրկնում։ Որտեղ դուք ձեր սեփական մասնավոր անձնական կարծիքն ու մտորումը չունեք։ Ձեր ուղեղի կռիչք է որ բացենք մեջը, ուղեղի տեղը միացած քառակուսի կուբիկ է։ Այդ կուբիկն էլ որ բացենք, մեջը փուչուր ուրիշ կուբիկներ են։ Ու վсё։ Քառակուսի կուբիկներ։ Հասկացաք։ Ես հələ ես 10 օրվա իմ լրությունից օգտվողներին եմ հələ թեթև մեղմ անդրադառնում ու իմ ցավը շահարկողներին ու վիրավորողներին ու եթերով չեմ բավարարվելու բնականաբար։ Դու ուզեք սա սպառնալիք ընդունեք, վազեք քաղմասները, կելեք, դավայ։ Ոնց կաք պետք դրսևորեք ձեզ, զարմացրեք ինձ։ Զիս Ես ձեր վատ երազն եմ դառնալու, եթերներով չէ։ Ու դուք դա գիտեք, դուք իմ սկզբունքայնությունը 6 տարի է ձեր մամաների մաշկի վրա զգում եք։ Շատերը ասել են, կեսից ձանձրացել են, կեսից մոռացել են, ես ինչ ասել եմ, մինչև այսօր բերել եմ։ Ինչքան կարացել եմ։ Շատերն ինձ ասել են լավ դե գնել չհոգնար դրանից չձանձրացալ ես թեման եմ ասել եմ ախպեր բա ասել եմ խոսք եմ տվել ու այս ձեր նման պորճի բալեքի վտանգավորությունը հենց այդտեղ է կայանում որ դուք հելել եք մուտիլովկա եք անում թիրախավորում եք ինձ իբր ես կարող է Արցախցիներին բան եմ ասել։ Նախ ես կարող եմ նախ ես վաստակել եմ իրավունք շատ բաներ ասելու մեծավարի ախպերական։ Բայց ես չեմ, բայց չի կարա տենց բան լինի։ Չկա տենց բան։ Ու ձեզանից որևիցե մեկը տեսեք ուղիղ եթերով ասում եմ, դուք կճարեք մի հատ տեսանյութ այն ինչ որ բան եք, չէ՞ լսել որ կարծիք եք կազմել, այ յոլոպուկիներ։ Կճարեք մի հատ տեսանյութ, որտեղ որ ես արցախցիների բան եմ ասում։ Ես չոքած իմ տնից Բանգլադեշից մինչև Էջմիածին չոքած ներողություն գոռալով կետամ քանի օր ուզում է հետի քաշի բայց եթե ես եմ ճարում տեսանյութ որ ճիշտ հակառակ ասել եմ արցախցիներին ընդհանրական մեկը բան չասեք տո հենց իմ ընկերներին տո երբեմն այո կոպիտ ձևով երբ որ մի արտայնացին բան ասել եմ չասեք կամ Ցույց եմ տալիս ոնց եմ սատարել շատ բաներ։ Դուք եք չոքած ձեր տնից ներողություն գոռալով գնում ավելի Էջմիածին։ Ու հենց հիմիկվանից վիճակը գծած է։ Դուք կարաք ինձ նվաստացնեք, եթե ճարեք մի հատ այդպես նյութ։ Քանի չեք ճարել, ես ձեր օջախի էքու ворցին, ձեր սախ սրբությունների մեջ եմ Քանի չեք ճարել։ Որտեղ կեղտոտ բան է,
աշխարհի ամենակեղտոտ բանը այդ մուտիլովկեն անելը, նման մուտիլովկա անելը, ու ես այո, ձեզ խլեշ եմ անում, ձեզ սրբություն եմ կրվում։ Արդակաց ունենալով ձեր պատկերացած սրբությունների վրա արա։ Դուք կրկնում եմ անցել եք սա կարմիր գծերը։ Դուք հասցրել եք սրան։ Գիտեք ինչ, ես ես 10 օր իմ ձենը համարյա չի ելել, սկիտունը չի ելել իմ ձենը։ Ես իմ ցավով իմ մտքերով եմ։ Ես իմ գիտեք։ Դուք չեք պատկերացնում ոնց եմ ես լուր այս 10 օրը տարել։ Չեք պատկերացնում։ Ու դրա համար ու դուք իմ սրբությանն եք կպել։ Դուք ծաղրել եք իմ կարգավիճակը այդ պահին։ Նենց որ հա առավել եւս որ քպայականել չեմ, այսինքն նենց չի էլի որ կաշկանդված եմ բերանս բացելու։ Նենց որ առաջիկայում ինչքան ձեզ ոնց վերաբերվեմ, մի հատ պորճի բալա չլինի, հելնի ասի գնելա ատելությունը Սելմանում։ Քանի հրապարակային ներողություն չեք խնդրել հերթով ինձ նշելով, դուք իմ համար ոչմ ձեր սրբությունները իմ համար ունիտազա ու վեշնի ու այդ ձեր հանդեպ պետք է ատելություն ունենամ վրեն թե չեմ ունենա հասկացաք արա fake կլնեք դեմք կլնեք ով որդ ուզում եք եղեք որդ ուզում եք եղեք փախած բջի ծնունդներ Արցախը հանձնած պոռնիկի ծնունդներ ձեր հայրենիքը ծախած քալի պես թռած պոռնիկի վաստակներ Գավարա ատելություն եք ուզում ջաններիդ վրա եք զգալու ջաններ ձեր օջախի ձեր մերը տանքալու ասի գնելա իր ատելության արդեն ոռս ցավացրեց մի հատ վազիլին բերեք Ժողովուրդ ջան ես 1 միլիոն հատ բոլորիդ ներողություն եմ խնդրում ոչ կոռեկտ ձևակերպումներիս համար բայց ինձ թվում է դուք եք հասկանում որ ինչքան փորձում եմ գոնե նենց բառեր կիրառեմ որոնք որ այդքան էլ փնթի ու կեղտոտ չեն ինչքան փորձում եմ համեստ ձևակերպել ես 1 միլիարդ անգամ բոլորիդ ներողություն եմ խնդրում այս ձևակերպումների համար Ես իհարկե վաղվանից մենք արդեն քաղաքական թեմաների մասին ենք խոսալու ու բնականաբար շատ ավելի այլ տրամադրություններով ու խոսույթներով բայց ինձ էլ ճիշտ հասկացեք ես Facebook-յան այս եթերը այս ձևով գոնե առնվազն չէի կարող չանել ու դիտավորյալ հենց Facebook-ով, YouTube-ով չէ որպեսզի ես ոնց հասկացա իրանք Facebook-ից է սիրում օգտվել սա տեսնեն Իսկ վաղվանից իմ եթերները կլինեն հիմնականում YouTube-ում, այնպես որ ովքեր գրանցված չեն, ապա խնդրում եմ գրանցվեք, մենք շատ բաներ կքննարկենք, շատ մեզ հարիր, մեր դաստիարակությանը հարիր, մեր բուն տեսակին հարիր ձևով։ Պրոստը որոք շպորնիկների վաստակին անդրադառնալուց քաղաքակիրթ ձևով դա անհդարական, 1 անգամ, 5 անգամ, 10 անգամ, բայց գծեր կա, որոնք կներեք, դա այդպես է, չեմ կարող ուրիշ ձև։ Այնպես որ ձեզանից կոնկրետ Գիտես Կարինե ջան, ես տեսնում եմ որ վարչապետի լայվերի տակ ինչեր են գրում։ Ես շատ իմ լայվերի տակ են գրել ու գրում։ Ես կարող եմ ասել ավելին։ Ասենք մեկը ես, այդ ամեն ինչը այնքան եմ տեսել։ Երևի շատերը շատ բան չեն հիշում կամ նոր են դիտում իմ եթերները կամ իմ գործունեությանը նոր են ծանոթանում։ Բայց այն բաց կաբելների վրով, անշահախնդիր ձևով, իմ պետության շահի հետևից, ոնց որ ես եմ վազել ոտաբոբիկ, շատ շատերը չեմ վազել, իհարկե ձեզանից շատերի սատարումով ոգևորվելով հիմնականում,
Բայց գիտեք, ուրիշա պաշտոնյան, ուրիշա շարքային քաղաքացին, ով ունի իրավունքներ։ Սա իմ երկիրն է, իմ պետությունն է։ Հիմա ընտրություններ են։ Այսինքն ես իմ տունը, իմ պետությունը պիտի տամ մեկին, որ աշխատացնեն։ Չէ՞։ Ու ես կներկայացնեմ վաղվանից քիչ-քիչ, թե ում չի կարելի վստահել մեր տունը, որ աշխատացնեն։ Որովհետև դա կարա լինի աղետնալի ու մենք ոչ թե միայն եկամուտ ունենանք, օրինակ, արենդայի տեսքով, հա, օրինակ, այլ հակառակ կործանեն ու մենք դրանից հետո չկարողանանք ոչինչ վերականգնել։ Բայց այն ինչ որ գրում են, ոչ միայն գրում են, դու չես տենում ինչ մուտիլով կեկենտը 5-րդ տարին է, արցախցիներին սրսկում են, որ գնելը ատելություն է տարածում ձեր հանդեպ, գնելը, ու մեկը չի ասում, հեսա, տեսեք ստեղ։ Տիգրան ջան, իրանք այդ պատիժները կերազեն իրավապահ մարմիններից ստանան, կամ դատարանի վճռով ստանան։ Սա իմ մասով էր, սա այս ընդհանուր առմամբ, եկեք շատ էլ բան չանենք ժողովուրդ ջան։ Մնացածը վաղվանից մեր բնականոն գրաֆիկով կընթանանք։ Եվս մեկ անգամ ներողություն խոսույթի համար եւ շնորհակալություն բոլորիդ, թե նամակներով, թե մեկնաբանություններով, թե զանգերով ձեր ցավակցությունները հայտնելու, ձեր վշտակցությունը ներկայացնելու, ձեր սրտացավությունը ներկայացնելու, ձեր հոգատարությունը ներկայացնելու համար։ Նենց համար շատ անգնահատելի, դա թանկարժեք ձեռքբերում է, ու դա ինձ համար չափազանց կարևոր է։ Սենց ստահակներին մեկ-մեկ իրանց տեղը պիտի ցույց տաս, բայց հետո էլի շարունակես աշխատել, ապրել, գործել հենց այն մարդկանց համար, ովքեր քեզ հարգում են, քեզ վստահում են։ Ուստի ինձ համար շատ պարտավորեցնող է ու բնականաբար գործունեությունը ես էլ պիտի շատ արագ հավաքեմ, այս պետության համար ճակատագրական կարևոր շրջանում աշխատենք միասին։ Շնորհակալ եմ բոլորիդ, լավ մնացեք, բարի գիշեր ձեզ։